Պարոն Փաշինյանը ասում է, որ գեներալները փախել են։ Ազգային ժողովի ղեկավարությունը, падգամավորները եկել էին այնտեղ եւ անհրաժեշտություն կար մոբ ռեսուրսի, ովքեր որ այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը, այսպես պետք է ասեմ, լայախ չարեցին գոնե մի քանի ժամով կամ գնան աշխատեն այդ մոբ ռեսուրսի հետ։ Թողին փախան, մի ով է փախել։ Հիմա գեներալներն են փախել, թե ազգային ժողովի այն падգամավորները, որոնք որ այնտեղ են եղել, որոնց մի քանիսին ես նաև ճանաչում եմ։ Պաշտպանության բանակը, պարոն Փաշինյան, պաշտպանության բանակը 283 կիլոմետր պաշտպանության գոտի է ունեցել։ 265-ը մինչև հոկտեմբերի 27-ը մեկ ամիս պահել են։ Այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել։ Եվ ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց ձեր վրա է, որովհետև եթե ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է գլխավոր շտաբը կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորում են ՊԲ-ն եւ մի քանի հայաստանյան զորամիավորումներ, ապա գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում եւ հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել հասել Շուշի, Բերձոր, Բերթաձոր եւ Հայաստանի Հանրապետության սահմաններ, Գորիս, Կապան եւ Մեղրի այդ սահմանները։ 21-22 թվականներին դուք ծրագիր եք ընդունել եւ որի հիմքում եղել է նաև Արցախի, այսպես ինքնորոշումը եւ դեօկուպացիան։ Իրականացվել է, ոչինչ չի իրականացվել, բայց ամենավատը, որ դուք հետևություններ չեք արել ձեր սխալներից, Ադրբեջանը 100 կիլոմետր ավելի արագ է եկել եւ գրավել մեր ռազմավարական բարձունքները, մեր ռազմավարական ճանապարհները, Սյունիքի հատվածում, Ջերմուկի հատվածում 100 կիլոմետր ավելի արագ է եկել զբաղեցրել, քան մենք ունենալով մեր դիմացը սահմանամերձ բնակավայրեր եւ այդ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին պաշտպանելու համար ավելի արագ պետք է բարձրանայինք եւ զբաղեցնեինք այդ բարձունքները։ Հիմա դուք ասում եք փախել են ձեր ղեկավարությամբ։ Գնացեք որոշում ընդունեք։ Այդ 44 օրյա պատերազմի զեկույցը ինչու չեք հրապարակում։ Ինչու չեք հրապարակում։ Ժողովուրդն էլ է պահանջում, անհայտ կորածների, ազատամարտիկների, չգիտեմ, հարազատներն էլ են պահանջում, որովհետև հիմնական շեշտը դրել եք բանակի վրա, ես ձեր ենթակայության տակ գտնվող քննչական կոմիտեի եւ դատախազին հարց եմ տվել։ Ասել եմ, խնդրում եմ ասեք, հարուցված քրեական գործերից քանիսն են վերաբերում բանակին եւ քանիսը միգուցե այլ կառույցի, կարող է մի հոգի էլ ընդ ինչ որ հանցագործություն է կատարել, որովհետեւ մարտնչում է ոչ թե բանակը, որին թիկունք չեք կանգնել, այլ մարտնչում է պետությունը։ Այնպես էլ խուսափեցին։ Հիմա դուք հարց տվեք իրանց։ Մենակ բանակն է պատասխանատու դրա համար, թե պատասխանատու են մնացածը։ 2023 թվականին, պարոն Փաշինյան, Արցախի շրջափակում եւ հայաթափում ցեղասպանության իրականացում։ Այսօրվա ձեր գործող ռազմավարությամբ ես չեմ հոգնում ասել 4.25 կետում նշված է ազգային անվտանգության ռազմավարության մեջ 4.25 Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ կանի Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար։ Արվել է, ոչ մի բան չի արվել։ Հիմա խոսում եք, ասում եք դուք եք իշխանափոխություն արել։ Այդ բանակն էլ, այդ ղեկավարությունն էլ ձեր հետ է եղել ամիջական կապի հետ, ոչ ես, ոչ մնացածը իրենց հետ կապի մեջ չեն եղել եւ դուք եք դրա համար պատասխանատու։ Դուք 24 թվական մեր շահերից չբխող սահմանազատում եւ սահմանագծում խախտվել է երկու կարևոր սկզբունք, որ սահմանը չի կարող լինել ապագա ընդհարումների արդյունք, դրա համար պետք է դա անցնի բնական արգելքներով, աշխարհագրական արգելքներով։ Այդ հատվածում աշխարհագրական արգելքը Բաղանիսից Բերքաբեր գնացող գետն է, եւ այդտեղ մենք ունենք 800 հեկտար տարածություն, մենք տվել ենք, մենք հանձնել ենք, ոչինչ դրանից չեք ստացել։ Իսկ 2025 թվականի նախաստորագրված այդ ամեն ինչը
փաստաթղթեր։ Իհարկե, այնտեղ մեր շահերը անտեսված են, մենք նորից ենք կրկնում, բայց դա չի նշանակում մենք խաղաղության կողմնակից չենք։ Դա նշանակում է, որ իրավիճակից ելնելով, իհարկե յուրաքանչյուր իրավիճակից ելնելով գնահատական է հնչեցում եւ այդ գնահատականից որոշումներ է ընդունվում նաեւ փաստաթղթերի վերաբերյալ, նաեւ վերաբանակցելու վերաբերյալ։ Խաղաղությունը դուք ասում եք, որ անվտանգության երաշխիք է։ Խաղաղությունը անվտանգության երաշխիք չի։ Ես հոգնել եմ կրկնելուց, որ խաղաղությունը ազգային անվտանգության հիմնարար արժեք է երաշխիքների գործադրմամբ արդյունք, իսկ երաշխիքները լինում են ազգային եւ միջազգային։ Հիմա դուք ասում եք, եթե ես չլինեմ, ներողություն, ավարտվեց, էլի 1 վայրկյան, քանի որ ելույթ չեմ ունեցել, 1 րոպե։ Ձեր իրավունքն է եղել, պարոն Օյան, ոչ մեկ ձեզ չի արգելել, բայց հարցեք խնդրեմ։ Ինձ զբաղեցրած եք եղել, դրա համար դուք ոչ դուք զբաղեցրած են եղել, դրա համար ես չեմ զբաղեցնել ձեր տեղը։ Պետք է խոսայեք, իմ հետ եք զրուցանում։ Լավ, 1 րոպե ավարտեմ։ Դուք ասում եք, եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու։ Պատերազմը լինելու է ինչ-որ բանի համար, չէ՞, եթե լինի։ Ինչ-որ բանի համար, Ադրբեջանը, Միջանցք, չգիտեմ, տարածքներ, սահմանադրության փոփոխություն։ Եթե դուք լինեք, չի լինելու։ Այդ նշանակում է դուք պայմանավորվել եք, որ առանց պատերազմի եք այդ ամեն ինչը տալու։ Դրա համար ես կոչ եմ անում մեր ժողովրդին, կոչ եմ անում, որպեսզի թույլ չտանք 2026 թվականին էլ այս շարունակական անհաջողությունը լինեն, միասնական ընդդիմությունը, որը իրավունք ունի մասնակցի խորհրդարանական ընտրությունների, պետք է գնա այդ քայլին, թույլ չտալ վերարտադրվելու այդ։ Հարգելի գործընկերներ, եւս մեկ ելույթ է մնացել։